գազի գինը կամ կփակեն դրա հոսքը դեպի Հայաստան, ցորեն չի գա։ Հայկական փայլատի տեղը ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, երբ են պատրաստվում գնել, դեռ պարզ չէ։ Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի, Ալիևի հայտարարությունը Վրաստանում։ ՀԱՊԿ-ն պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, Լուկաշենկոյի հայտարարությունը։ Ինչ պայմանավորվածություն է խախտել պաշտպանության նախարարը և ինչու է Հայկ Սարգսյանը մեղադրում նրան։ Ինչ պայմաններով է վերաբացվում սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագիրը, ինչ խոչընդոտների մասին են ահազանգում մասնագետները։ Ինչպես կանխել անչափահասների հանցագործությունները, ինչու են ակտիվացել նրանց իրավախախտումները, ովքեր են դրանց պատասխանատուները։ Փոխհատուցման խնդիրը կարկուտից տուժած համայնքներում գյուղացիները դժգոհում են։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են, թե փակ, թե բաց ալիքներով Մոսկվայից որոշակի մեսիջներ են գալիս այն մասին, որ դժգոհ են Հայաստանից հնչող հակառուսական հայտարարություններից։ Մոսկվայում օրերս հայկական կողմին առաջարկեցին հստակեցնել, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները։ Ռուսաստանը օր-օրի կոշտացնում է հռետորաբանությունը, նույնիսկ սպառնալիքների լեզվով խոսում կթանկացնեն գազի գինը կամ կփակեն դրա հոսքը դեպի Հայաստան։ Այս պայմաններում ինչպես է դիրքավորվում Երևանը, Նայիրի Մուրադյանի անդրադարձը։ Երկնքում օդային ճանապարհը կփակվի գետնի վրա Հայաստան եկող գազի փականը։ Ահա այսպիսի ռիսկեր են կանխատեսում Հայաստանի համար քաղաքագիտական եւ վերլուծական համայնքում, եթե հայ-ռուսական հարաբերությունները ել ավելի վատթարացման ուղով ընթանան։ Մի փական փակելով կարող են լրջագույն ցնցումներ առաջացնել Հայաստանում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն օրը մի ռիսկի մասին է բարձրաձայնում։ Այս անգամ նա զգուշացնում է, Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Ռուսաստանն այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չունի։ Նշանակում է, մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին հայտարարել է, թե Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ում եւ Եվրամիությունում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։ Ներկա պահին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին ըստ Պեսկովի հնարավորություն է տալիս երկրին զարգանալ ԱՊՀ-ի միջին ցուցանիշը գերազանցող տեմպերով։ Դուք ունեք ինտեգրում ԵԱՏՄ-ի տեսքով եւ այնտեղ գումար եք վաստակում եւ ոչ քիչ գումար։ Ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս այժմ զարգանալ արագացված տեմպերով։ Դրանք շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ի միջին ցուցանիշը եւ առավել եւս շատ ավելի բարձր են, քան մեզ մոտ Ռուսաստանում։ Հայաստանը գործնականում չունի արևմտյան հեռանկար։ Եվրամիությունում մեզ չեն սպասում։ Եվրամիությունում մեզ ընդամենը խոստումներ են տալիս, որպեսզի դրա դիմաց Հայաստանը օգտագործեն իրենց շահերի համար։ Վերջ, այստեղ պատրանքներ ունենալ պետք չի։ Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի դառնալու։ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունները, որը ունի, եւ մենք տեսնում ենք այն տնտեսության աճը, որը Փաշինյանը ցույց է տալիս եւ մատնանշում է, որ տնտեսությունը զարգանում է, բյուջեի եկամուտները աճում են եւ այլն։ Այդ ամենը Հայաստանը կարող է կորցնել, իսկ Եվրոմիության անդամ չդառնալ, որովհետեւ Հայաստանը պատրաստ չի դառնալ Եվրոմիության անդամ, չի համապատասխանում այդ ցուցանիշներին։ Հայաստանում իշխող ուժը այսպես է արձագանքում Ռուսաստանի սպառնալիքներին։ Կբարձրացնեն գազի գինը կամ կփակեն դրա հոսքը դեպի Հայաստան, պատասխանը կլինի ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի։ Եթե Եվրոպան դեռ չի երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, Ռուսաստանի դեպքում հայաստանյան իշխանությունները կարծես թե հույսը կորցրել են ընդհանրապես։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաեւ ազգային ժողովում մենք ասում են, ով է ձեր երաշխավորը, Ադրբեջանն է ձեր երաշխավորը, եւ չեն հասկանում, որ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Հասկանում եմ Ալեն Սիմոնյանը ինչ էր ուզում ասել իրականում եւ շատ անհաջող ձևակերպել։
Խնդիրը այդ չի, խնդիրն է նա, որ դու ինչի համար ես Ռուսաստանի հետ մտնում կոշտ առճակատման մեջ, եթե այլընտրանքը չունես, պետք է ընդամենը ավելի զգուշավոր լինել, Հայաստանի իշխանությունները հակառակ ավելի են սրում խաղը, թե ինչ է, թե կարող են մի քանի տասնյակ հազար լրացուցիչ ձայներ ստանալ եւ արևմուտքն աչք կփակի, երբ որ Հայաստանում ռեպրեսիաներ լինեն։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, թե Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Բաքուն էլ թե ոչ մի երկիր, այդ թվում Ռուսաստանը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղյան տարածաշրջանը։ Բաքունի պատասխան Պեսկովի հայտարարությունների անթույլատրելի է համարում փաստի շահարկումը։ Ընդհանրապես, ըստ քաղաքագետների, այս հարցում Հայաստանի իշխանությունների պահվածքը շատ սխալ էր։ Հետո ինչ ասենք, եթե վաղն Ռուսաստանն էլ հայտարարի, որ Սյունիքն էլ է Ադրբեջանի կազմում, հա չգիտեմ Գյումրին էլ եւ ինչ Հայաստանի իշխանությունները պիտի ասեն, դե լավ, որ ասում եք, ուրեմն այդպես է։ Ըստ քաղաքագետների պետք չէ կոշտ առճակատման մեջ մտնել գերհզոր պետության հետ, ինչպիսին Ռուսաստանն է, երբ այլընտրանքը չունես։ Առավել եւս, երբ աշխարհը տեղյակ չէ, թե ինչ կլինի վաղը եւ օրինակ ինչպես կզարգանան գործողությունները Իրանում եւ Իրանի շուրջ։ Եվ վերջապես, ակնհայտ է, պետք չէ հանուն քաղաքական շահի վտանգել ամենաբարձրն ու կարևորը՝ պետական շահը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ ՀԱՊԿ-ն պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, այս մասին Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։ Մենք պետք է ավելի կոռեկտ եւ զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ։ Պետք է լինել շատ կոռեկտ։ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Ուստի մենք պետք է շատ զգույշ եւ նրբանկատ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում, ասել է պետության ղեկավարը։ Ղազախական կողմը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցենզիան ձեռք բերելու շուրջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Թեմիր Ժոլի ընկերությունը եւ Հանրապետության տրանսպորտի նախարարությունը։ Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցենզիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Այն ամենը, ինչ փայլում է, փաստորեն դուր է գալիս Ադրբեջանին, խոսքը հիմա հայկական փայլաթիթեղի մասին է։ Կառավարությունը 4 ամսում 1 տասնյակից հասնող տարբեր ապրանքատեսակներ է առաջարկել Բաքվին, բայց կանգ են առել միայն փայլաթղթի վրա։ Սակայն մինչև օրս չի հստակեցնում ի վերջո գնում են, թե ոչ, ժամի անդրադարձը։ Հայկական փայլաթիթեղն է գրավել ադրբեջանցիների ուշադրությունը, Բաքվի ընկերությունը Երևանին դեռ պատվեր չի տվել, բայց առայժմ էկոնոմիկայի նախարարի խոսքով ամենաերկար բանակցություններն այս հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլաթիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է։ Ցանկերը, որ մատնանշում է Պապոյանը, Երևանն ու Բաքուն փոխանակել էին դեռ այս տարեսկզբին, թեպետ նույն այդ ընթացքում Ադրբեջանն արդեն նավթամթերք էր Հայաստանին վաճառում, նաև ուղարկում ռուսական հացահատիկ։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ պատրաստ էինք մենք իրենց վաճառել, կառավարությունը ներառել էր փայլաթիթեղը, ալյումինը, ֆերոմոլիբդենը, մսամթերքը, միրգ բանջարեղենը, որոշ տեսակի խմիչքներն ու տեքստիլ արտադրատեսակները։ Ստացվում է 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլաթիթեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել, ի վերջո գնում են։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլաթիթեղի, ճիշտ ասած մենք չգիտենք իրականում հետաքրքրում է թե անուղղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպեսին չունենք։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է, որ իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի առնի։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան որ կարողանա բենզին կվաճառի, կարող է մերկու բան առնի, ինչ որ էական մեծ փոփոխություն չի բերել։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է դարձել։ Ինքը Պապոյանը հաշիվը կորցրել է։ Այս process-ը ինչ որ Ադրբեջանի տարածքով գալիս է, այդտեղ այնքան ապրանքը ամեն օր
ամեն օր չէ, բայց պարբերաբար այնքան է գալիս, որ ինքը շատ սովորական երևույթ է արդեն դարձել։ Եվ ինչպես ասում են, ես օրինակ փորձել եմ արդեն հաշիվը, ապրանքատեսակների ցանկը եւ այլն։ Հայ-ադրբեջանական այս առևտրաշրջանառությունը հաստատված խաղաղության վկայություններից է, ինչպես պնդում են իշխանությունները, քաղաքագետի պատասխանը միանգամից է ոչ։ Հիշեցնում է Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Ամեն դեպքում նաեւ տնտեսական նշանակություններ անդամ ունեցավ, հիմա ամեն դեպքում կլինի $1 միլիոն, եթե լրացուցիչ գումար գնա Ադրբեջանից, դա Ադրբեջանի նավթային ընկերությանը ինչ վնաս է տալու, գրպանից փողը դուրս չի գալու։ Իրանք պետք է քաղաքական հարցը, որովհետև այստեղ պետք է լինի ամբողջովին այն տեսակետը պետք է իշխի, որ Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ, տնտեսական համագործակցության խոսույթն ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այս երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի, փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից, մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ առանց բեռի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը։ Հարցը ներառվել է Ազգային ժողովի մայիսի 5-ին գումարվելիք նիստերի օրակարգում, մինչև այդ Մարտին Գալստյանը, անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումներին հայտնել է, թե ԱՄՆ-Իսրայել-Իրան կոնֆլիկտի անկանխատեսելի զարգացումները դրանց արդյունքները վկայում են, որ Հայաստանը կրկին ճգնաժամային փուլ է մտնում։ Հիմա եւս մտնում ենք նոր ակնկալվող ճգնաժամային փուլ, որովհետեւ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Ամերիկա-Իսրայել-Իրան հակամարտության արդյունքները։ Մենք ստեղծել ենք բավարար թե գիտական, թե մոտեցումների, թե քաղաքականության հենք, որը մեզ թույլ կտա ապագայում եւս այն մեծ շոկերը, որը որ մենք ակնկալում ենք, որ ունենալու ենք, որոշակիորեն դրանց խելամտորեն արձագանքել։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ինչ պայմանավորվածություն է խախտել պաշտպանության նախարարը եւ ինչու է Հայկ Սարգսյանը մեղադրում նրան։ Ինչ պայմաններով է վերաբացվում սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագիրը, ինչ խոչընդոտների մասին են ահազանգում մասնագետները։ Ինչպես կանխել անչափահասների հանցագործությունները, ինչու են ակտիվացել նրանց իրավախախտումները, ովքեր են դրանց պատասխանատուները։ Փոխհատուցման խնդիրը կարկուտից տուժած համայնքներում գյուղացիները դժգոհում են։ Շարունակում ենք թողարկումը։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակում է աճել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, նշելով, որ ամբողջ տարածաշրջանը գործնականում կրակի մեջ է։ Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներն են։ Հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվում է եւ այժմ մենք արձանագրում ենք այն հետևանքները, որոնք առկա են ներառյալ համաշխարհային տնտեսության համար, ասել է Պեսկովը։ Դրա հետ մեկտեղ Կրեմլի խոսնակը գերադասել է չմեկնաբանել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի Իրանին ուղղված սպառնալիքները։ Եվրամիությունը անօրինական եւ անընդունելի է համարում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում ամերիկյան սպառնալիքների ֆոնին, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան։ Նա նշել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածներ անօրինական են եւ անընդունելի, եւ որ Իրանի քաղաքացիական բնակչությունը արդեն իսկ իրանական վարչակարգի գործողությունների գլխավոր տուժողն է։ Իսրայելցի զինվորականները հարձակվել են Իրանի հարավում գտնվող խոշորագույն նավթաքիմիական գործարանի վրա, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իրանական Ֆարս գործակալությունն էլ հաստատել է նավթաքիմիական համալիրին հարվածելու մասին տեղեկությունը, նշելով, որ Ասալուեյում պայթյուններ են որոտացել։ Վերադառնանք մեր խնդիրների, զինծառայությանը վերաբերող օրինագիծը երկու ՔՀՊ-ական падգամավորի սուր բանավեճի առիթ է դարձել։ Նշելով, որ բանակում ծառայողների թիվը 3 անգամ նվազել է, նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն է ասել, թե բանակում մի շարք հարցեր կարգավորող օրինագիծ է ներկայացրել։ Անդրանիկ Քոչարյանը սակայն պնդել է, թե Հայկ Սարգսյանը ֆանտազիայի ժանրից է խոսում, ինչու է երկու ՔՀՊ-ականների միջև այս կռիվը ընկել, Արմեն Աթալյանն է մանրամասնում։
Զորակոչիկների թիվը 2024-ին Հայաստանում հասել է 14,000-ի, 3 անգամ պակաս, քան 2010-ին։ Վիճակագրությունը խորհրդարանում ներկայացնում է падգամավոր Հայկ Սարգսյանն ու ներկայացնում այս մտահոգիչ խնդրի լուծումը, օրինագիծը, որը մշակել է դեռ տարիներ առաջ։ Այն սակայն նախորդ քվեարկության ընթացքում չի արժանացել իր խմբակցության հավանությանը։ Սա է նաև պատճառը, որ քննարկումն անցնում է լարված մթնոլորտում, հնչում են փոխադարձ մեղադրանքներ։ Պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ։ Մենակ վարչապետի չէ, երկու փոխվարչապետ է, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ։ Այդտեղ նստած է եղել, դեմ կարծիք չես արտահայտել։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվի վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, 6 ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ եմ։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարի ասում ես դեմ եմ, ասեցա դեմ եմ։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մտության քողի տակ փորձեցին արտահերտ նիստ անեն, հետո չարեցին։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց էր եւ ֆրակցիան դեմ քվեարկել նաեւ ինքը։ Հայկ Սարգսյանն ասում է, օրինագծով առաջարկել է հստակ լուծումներ, բարձրացնել ծառայության սահմանային տարիքը, քրեականացնել բժշկական կեղծ հիմքերով ծառայությունից խուսափումը, թույլ տալ մեծ վճարով կարճ ծառայություն եւ թանկացնել քաղաքացիությունից հրաժարումը։ Սա կնվազեցներ օրինակ նրանց թիվը, ովքեր փոխում են քաղաքացիությունը միջև զինապարտության տարիքը։ 2025 թվականին Իգական սերի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68, արական սերի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Թե մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարող պետությունները ինչքան գումար պետքա ծախսեին, որ մեր բանակի թիվը 30%-ով պակասեր, դուք դա արել եք անվճար։ Շատ լավ, պարոն Սարգսյան։ Գիտակցված դուք մեր հետ միասին դեմ եք քվեարկել։ Դա այլ խնդիր է։ Ես դեմ եմ քվեարկել մի պայմանով, որովհետև խմբակցությունը ասել է դեմ եմ քվեարկելու, ամբողջ տաբլոյի վրա մենակ իմ կանաչ լույսը չվարվի։ Օրինագիծն ի սկզբանե ընդունելի չէր թե օրենսդիրների, թե հանրության մի մասի համար այն պարզ պատճառով, որ բանակում դրա կիրառության հետևանքով կարող էր սոցիալական շերտավորման process սկսել։ Դուք խնդիրները լուծելու փոխարեն ասում եք կախվեր, քանի որ բանակից փողով ազատվում են, քաղաքացիությունից հրաժարվում են, եկեք սարքենք մի քանի միլիոն տա ու ազատվի։ Պրոբլեմը այդ ստվերային բաները լուծելն է եւ ոչ թե դրա լուծման համար միջանկյալ տարբերակ փողով ազատվել։ Այս քաղաքացիներին ովքեր հրաժարվում են, ասենք ախպեր ջան, եթե դուք ուզում եք հրաժարվեք, 15 միլիոն վճարեք, դա այն գումարն է, որը այսօր վճարում ենք 27 տարին լրացած չծառայեցնել, այսինքն դա այն գումարն է, որը հավասարեցված է 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձի։ Մենք եթե ուզում եք հրաժարվեք չծառայեք, վճարեք այդ գումարը, դա վերցնենք տանկ 10 հոգու ծառայողների ամեն մեկին 1.5 միլիոնով։ Ինչ վերաբերում է բանակում իրականացվող բարեփոխումներին, падգամավորը նշում է, որ չնայած իրականացվող աշխատանքներին, օրինակ զորամասերի արդիականացման ուղղությամբ, այդուհանդերձ պարզագույն կենցաղային խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Օրինակ տարիներ առաջ սառը ջրով լողանալու հետևանքով մահացած զինվորին վերաբերող քննարկման ժամանակ պաշտպանության նախարարին դիմել է զորքերին ավելի հաճախ լողանալու հնարավորություն ստեղծելու հարցով։ Պապիկյանը Սարգսյանի նշել է, որ շատ բանակներում են շաբաթը մեկ անգամ լողանում, ինչը ճիշտ է, այդպես է հիմնականում ընդունված աֆրիկյան եւ խիստ ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում, եզրափակում է падգամավորը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Մայրաքաղաքի 76 երթուղին սպասարկած շարժակազմերի կատարողականը 100% է, բայց քաղաքապետ Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևան ավտոբուս հիմնարկի տնօրենից պահանջել է հաջորդ նիստին ներկայացնել անցնող տարվա ծախսերի հաշվարկները եւ բացատրել, թե ինչու է քաղաքի բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցներ վերցնելու անհրաժեշտություն առաջացել։ Քաղաքապետը նաեւ անընդունելի է համարել այն, որ հանրային տրանսպորտի վարորդները չեն վերահսկում ուղևորատոմսի վճարում։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժայմաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև միայնակ մայրերը։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։
Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը, գումարը տրամադրվում է 2-ից 4 փուլով, յուրաքանչյուր հաջորդ փուլի տրամադրման համար հիմք է նախորդ փուլի մոնիթորինգի արձանագրությունը։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունենան չափահաս երեխա եւ չունեն գրանցված ամուսնություն։ Կառավարությունը հաստատեց սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբերելու նախագիծը։ Վերաբացման հիմքում դրված են 3 հիմնական նպատակներ եւ ուղղություններ, ըստ որոնց էլ որոշվել են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել ծրագրից։ Միաժամանակ այն ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին, թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես արք ու վաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ այս պահին բնակչության թվի եւ փաստացի շահառուների հարաբերակցությունը չի գերազանցում 10%-ը։ Այստեղ ընդգրկված են 49 սահմանամերձ գյուղական բնակավայրեր, ըստ Ղարագյոզյանի գործում է նոր պայման, քանի որ ստացել էին դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից մարդիկ եկել եւ տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Որոշվել է, որ այս նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարվա ընթացքում ունեցել է տվյալ բնակավայրում հաշվառում։ Երրորդ ուղղությունը, որով վերաբացվել է ծրագիրը, վերաբերում է այն ոչ սահմանամերձ բնակավայրերին, որտեղ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են դպրոցներ եւ որտեղ աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%-ը։ Ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 1 տարին ունենա տվյալ գյուղական բնակավայրի հաշվառում, իսկ եթե խոսում ենք դպրոցներով պայմանավորված նոր ոչ սահմանամերձ առանձին բնակավայրերի քվոտաների մասին, ապա այստեղ երեխան պիտի լինի 10 տարին չլրացած եւ ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա վերջին 1 տարվա հաշվառում Երևան քաղաքում եւ անշարժ գույք Երևան քաղաքում։ Լավ կլներ իհարկե այդպիսի սահմանափակումներ չլինեին, որովհետեւ երբեմն լինում է, որ ընդհանրապես ուսուցիչ չի լինում եւ մարդը կուզենար օրինակ այդ բնակավայրում համ աշխատեր, համ էլ իրեն տանիքով մնար այդ բնակավայրում, ցավոք սրտի այդ հնարավորությունից չի կարող օգտվել, որը այդքան էլ լավ չի։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար եւ Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է։ Եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է եւ հաշվառվել է տվյալ բնակավայրում։ Իշխեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թվականին կավելանա 1170-ով, ընդ որում ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։ Այս նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի փոփոխություն, կլինի շուրջ 1 միլիարդ 398 միլիոն դրամի ավելացում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Արմավիրի մարզում գյուղատնտեսական տարին ծանր է եղել, Խոյ, Մեծամոշ, Բաղրամյան եւ Արմավիր քաղաքների մի շարք համայնքներ այս տարվա կարկուտից ամենաշատն են տուժել։ Շատ գյուղացիներ բողոքում են, թե մինչև օրս չեն ստացել խոստացված փոխհատուցումը, իսկ ստացածներն էլ այն համարում են անբավարար։ Գյուղացիները դժգոհում են, պետության աջակցությունը ամենադժվար պահին չկա, էկոնոմիկայի նախարարությունից սակայն ժամին փոխհատուցման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել։ Տվել են, քիչ են տվել, դե մի 4 միլիոնի վնասի չափը բերել են, ասենք մի 173,000 դրամ փող են տվել, մի հեկտարին այդ այլ է։ Վերջին 2 տարում կարկուտից տուժած ավելի քան 14000 մեր քաղաքացու պետությունը փոխհատուցել է ավելի քան 2.7 միլիարդ դրամի չափով։ 2024-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 24 համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել քաղաքացիներին, որի փոխհատուցումը կատարել ենք։ Ժամը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ինչպես կանխել անչափահասների հանցագործությունները, ինչու են ակտիվացել նրանց իրավախախտումները, ովքեր են դրանց պատասխանատուները։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 20-ն է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։
Ինչպես կանխել անչափահասների հանցագործությունները եւ ինչու են ակտիվացել նրանց իրավախախտումները։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով միայն 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։ Ընդհանուր առմամբ 136 քրեական վարույթ նախորդ տարվանից փոխանցվել է 2026 թվական։ Ինչն է անչափահասներին դրդում հանցագործության եւ ովքեր են դրանք կանխող հիմնական պատասխանատուները։ Անչափահասների հանցագործությունները, նրանց ներգրավվածությունը իրավախախտումներում մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականին անչափահասների կողմից կատարվել է ընդհանուր 62 հանցագործություն, որոնցից 58-ը կատարել են 16-ից 18 տարեկանները, իսկ մնացած 4-ը 14-ից 16 տարեկանները։ Վիճակագրությամբ անչափահասներից 27-ը ոչ աշխատում, ոչ էլ սովորում են։ Երեխաներից 27-ի նկատմամբ դատարանները պատիժ են նշանակել ազատազրկում, որոնցից 25-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Մասնագետները ասում են, անչափահասների նկատմամբ բացառիկ ուշադիր պետք է լինեն թե ծնողները, թե ուսումնական հաստատությունները։ Հսկողություն պետք է լինի նաև ոստիկանության կողմից ներգրավվածությունը, որովհետև շատ կարևոր է յուրաքանչյուր կատարած արարքի շրջանակներում պետք է շտկել եւ ավելի խորացնել հսկողությունն ու վերահսկողությունը։ Սոցիալական ցանցերում տարածվող բռնության տեսանյութերը կամ վիրավորանքները տեսնելով ըստ մասնագետների անչափահասները սխալ վարքագիծ են կրկնօրինակում, քանի որ դրանց արագ տարածումով երեխաների մոտ սխալ ընկալում է ձևավորվում երևույթի նկատմամբ։ Հիշեցնում են, որ քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, սակայն կան որոշակի հանցագործություններ, որոնց պարագայում քրեական պատասխանատվության կարող են ենթարկել նաև այն անձանց, ում 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, օրինակ ավազակության, շորթման կամ առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում։ Եթե 14 տարին լրացած չի անչափահասը կատարել է հանցագործություն, ինքը չի ենթարկվի քրեական պատասխանատվության։ Սրա հետևանքն էլ պետք է օրենսդիրը մտածի։ Շատ դեպքերում մասնագետների դիտարկմամբ, որքան ցածր մակարդակի վրա է գտնվում ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան ավելի դժվար է լինում անչափահասներին վերահսկելը։ Խնդրից զերծ չեն նաև ապահով ընտանիքների երեխաները, նկատում են մասնագետները։ Ասում են, իրենք էլ են հակված հակասոցիալական վարքեր դրսևորելուն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաների միջև դպրոցում կամ բակում տեղի է ունենում մրցավազք, կապված նյութական կարողությունների հետ, որն էլ հաճախ վերածվում է լուրջ բախումների եւ կարող է անդառնալի հետևանքների բերել։ Այս մոտ մարդկանց պարակտում է անգամ բջջային հեռախոսի գինը։ Նշանակում է, որ չեն գործում ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ ֆորմալ մեխանիզմներ հասարակության արդյունավետ կառավարման։ Ահա այստեղից նաև բազում կոնֆլիկտներ, որոնք այն ավելի կշատանան մեր հասարակության մեջ։ Մասնագետները փաստում են, միայն պատժողական մեխանիզմներով հնարավոր չէ լուծել այս հարցը։ Անհրաժեշտ է վաղ փուլում արձագանքող կանխարգելիչ եւ կրթական քաղաքականություն, որտեղ պատասխանատվությունը կրում են բոլորը՝ ընտանիքը, դպրոցը, իրավապահ մարմինները եւ հասարակությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Made All Business Trends Summit 2026-ը հարթակ է, որտեղ միայն 30 գործարար հնարավորություն կունենան գտնելու նոր հաճախորդներ, գործընկերներ եւ համագործակցություններ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, սամիթի նախաձեռնողները հաշվի են առնում ինչպես ընկերության անցած ճանապարհը, այնպես էլ պատմությունը։ Արդեն երկրորդ անգամ Made All Business Trends Summit-ը մեկ հարկի տակ է հավաքում գործարարներին, նրանք ամենատարբեր ոլորտներից են, տպագրությունից մինչև անվտանգություն։ Made All-ը ճիշտ այն հարթակն է, որտեղ նրանք ծանոթանում են իրար հետ, այսինքն այն նախ եւ առաջ կապեր է ստեղծում, հետո բիզնեսի ներկայացուցիչները համագործակցության հնարավոր եզրեր են փնտրում ու գնում այդ ճանապարհով։ Վերջնարդյունքում համաժողովի նպատակն է նպաստել ընկերությունների վաճառքների ու հնարավորությունների ավելացմանը։ Ուրախ ենք ողջունել ձեզ Made All Business Trends Summit-ում։ Առաջին համաժողովի արդյունքները գերազանցեցին նույնիսկ անսպասելին, նախաձեռնողների որոշումը միանշանակ էր, կհանդիպեն նաև այս տարի։ Նախավաճառքը մեկնարկեցին, տեղերի ավելի քան 80%-ը սպառվեց հենց այդ ընթացքում։ Այստեղ սա վստահության ցուցիչ են համարում։ Հիմա շուրջ 30 ընկերության ներկայացուցիչ է ներկա դահլիճում, յուրաքանչյուր ոլորտից առավելագույնը 2-ը։ Սա առանցքային սկզբունք է։ Սրա գլխավոր գաղափարն այն է, որպեսզի տարբեր ոլորտի ընկերությունները կարողանան միմյանց հետ աշխատել ու ստեղծել կարևոր համագործակցություն
համագործակցություններ նախորդ միջոցառումից հետո արդեն ուրախ ենք տեսնել, որ քաղաքում արկա են մեր միջոցառումից ստեղծված համագործակցություններ։ Իսկ ընտրության հարցում Meidol Business Trend Summit-ի նախաձեռնողները հաշվի են առնում ինչպես ընկերության անցած ճանապարհը, այնպես էլ պատմությունը։ Մեն մարդկանց մասնակիցները, ովքեր ուզում են մասնակցել, հետաքրքրվածությունը շատ է, բայց մենք ընտրում ենք, մենք տեսնում ենք ընկերությունը ինչ պատմություն ունի, ինչ ճանապարհ է անցել։ Արդեն 20 տարի տպագրության ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող Printmate ընկերությունը համաժողովի մասնակիցների շարքում երկրորդ անգամ է, դարձյալ մեծ ակնկալիքներ ունեն։ Շատ եմ կարևորում նմանատիպ միջոցառումների մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում տարբեր բիզնեսների հետ մենք հարթակիտակ ելույթ ունենալու, ինչպես նաև համագործակցության տարբեր եզրեր գտնելու համար։ Քննարկումներն ակտիվ փուլում են, համաժողովի մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն լսարանին ներկայացնել, թե ինչ են առաջարկում շուկային եւ հատկապես ինչ հարցում կարող են համագործակցել իրար հետ։ Իսկ կապն իրար մեջ համաժողովի նախաձեռնողները մշտապես կպահեն։ Էդվարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հյուսիսային Օսեթիայում Ռուսաստանից Վրաստան մեկնելուն ավելի քան 2200 խոշոր բեռնատար է սպասում, որոնցից 1890-ը գրանցված են էլեկտրոնային հերթում։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Մարդու իրավունքների պաշտպանը Արմավիրի մարզպետի հետ քննարկել է մարզային բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սակավ լինելու խնդիրը։ Օմբուդսմենն ու մարզպետը անդրադարձել են նաև խմելու ջրի որակին եւ հասանելիությանը, միջհամայնքային տրանսպորտի խնդիրներին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցերին։ Նոր օրինագծով առաջարկվում է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման համակարգ ներդնել։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներքին գործերի նախարարը ներկայացնելով ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նշել է, թե այն ինստիտուցիոնալ կապ է երաշխավորելու ատեստավորման եւ կատարողականի գնահատման համակարգերի միջև։ Կատարողականի ընդհանուր գնահատականի դրական արդյունքները հիմք են տալու ոստիկանության ծառայողի խրախուսման եւ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելուն, իսկ բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը սահմանափակվելու է։ Շուտով գործարկվել է Yes Parking բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տեսնել քաղաքի ազատ կայանատեղիները։ Հավելվածով վարորդները նաև հնարավորություն կունենան վճարել ավտոկայանատեղիների համար։ Հավելվածը ըստ Երևանի փոխքաղաքապետի ի հավելում են Երևանում ավտոկայանատեղիների համար վճարումների SMS հաղորդագրության տարբերակի հնարավորություն է տալիս վճարումը կատարել ոչ թե հեռախոսահամարի բալանսը լիցքավորելով, այլ բջջային հավելվածին կցելով բանկային քարտ, որի միջոցով վճարումը կիրականացվի։ Հավելվածով տեսվելու է նաև ավտոմատ վճարման հնարավորություն, որով վարորդը կարող է ակտիվացնել այն նշել ժամանակահատվածը եւ կայանում ավարտելուն պես պարբերական վճարումները ավարտել։ Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են քննչական կոմիտեից։ Ապրիլի 4-ին կենտրոնապաշտպանները ահազանգել էին, որ Սպիտակում շնամարտ է կազմակերպվել եւ տեսանյութ էին հրապարակել, որում կանայք հորդորում են կազմակերպիչներին դադարեցնել կենդանիների նկատմամբ փոշտանգումը եւ դաժան վերաբերմունքը։ Հավաքված տղամարդիկ սակայն կոպտել են նրանց, փորձելով հեռացնել տարածքից։ Խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել եւ քննչական կոմիտեին ներկայացրել 3 անձի։ Բացի այդ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնի պահպանվող տարածք են տեղափոխել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ 8 շուն է եղել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Իսկ ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 11 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 18, Լոռիում 10-ից 13, Տավուշում 14-ից 17 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 20, Սյունիքի նախալեռներում 10-ից 13 աստիճան, Երևանում օրը կանցնի տեղումներով,
Այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 16-ից 18, երեկոյան 11-ից 13 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդում, այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։